երաժշտախմբի հետ բավականին երկար ժամանակ ունեցել ենք համերգային ծրագիր եւ այցելել ենք մարզերի տարբեր հանրակրթական դպրոցներ։ Գիտեք, հետաքրքիրը բոլորի վերաբերմունքը, ինքը բոլորին համախմբում է եւ բոլորը մի մեծ ընտանիքի նման սկսում են աննկարագրելի հոգատարություն ցուցաբերել, աշակերտները, ուսուցիչները, ողջ կոլեկտիվը ու ցանկացած համերգից հետո տեսնում ես, որ բավականին լուրջ մարդասիրական փոփոխություն կամ շատ մեծ մարդասիրական ուղերձ է ունենում եւ դա անդրադառնում է եւ աշակերտների եւ կոլեկտիվների վրա։ Փորձել ասեցիք, որ արդեն անցկացվում է, մի փոքր կպատմեք երեխաների հետ աշխատանքը, ինչպես է ոգևորությունը։ Իրականում ասեմ շատ հուզիչ է, որովհետև թե ես կողքից հետևելով, թե գեղարվեստական ղեկավարների հետ խոսելով ու թե երաժիշտների հետ շփումը երեխաների հետ կարող եմ ասել, որ շատ մեծ թե մեր երաժիշտներն էներգիա ստանում, թե երեխաները վստահ են ու բարերով չես կարող նկարագրել այդ զգացողությունները։ Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել աղջիկներին, մխիթարյան քույրերին, որ իրենց արած աշխատանքը ուղղակի sense բարերով նորից եմ ասում, չենք կարող նկարագրել, թե ինչ ազգանվեր գործ են անում, ու ես կուզենամ անպայման այս հնարավորությունը օգտագործելով մարդկանց ասել, որ մի փոքրիկ լումա, ամեն մեկս մեր ներդրումը, որ ունենանք այս նմանատիպ նախագծերի ժամանակ, վստահ եմ, որ մենք ել ավելի մեծ արդյունքներ գրանցենք ու պարգևենք լավոր մեր երեխաներին։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթության մասին, եթե խոսենք, ինչ անելիքներ ունեք, ինչ բացեր ունեք, դուք արդեն տարիներ շարունակ աշխատում եք այս ոլորտում, դուք ձեր ներդրումն ունեք այս գործընթացում, որ ուղղություններով անելիքներ ունեք, թե հասարակության վերաբերմունքի, մոտեցման փոփոխության, թե պետական ավելի ակտիվ ծրագրերի առումով։ Գիտեք, երբ որ մենք սկսեցինք աշխատանքներ իրականացնել ու փոքր-ինչ դժվար էր մեզ համար, որովհետև մենք պետք է տեսնենք իրենց հնարավորությունները եւ ես այսօր պետք է արձանագրեմ այն փաստը, որ մենք հասանք այն կետի, որ մենք կարողացանք եւ հիմա էլ կարողանում ենք տեսնել յուրաքանչյուր անձի այդ խորքային իր տաղանդը եւ կարողանաս այդ տաղանդը դուրս բերել եւ զարգացնել։ Իմ կոչը բոլոր մասնագետներին, որպեսզի իրենք կարողանան իրենց կարողությունները ել ավելի զարգացնեն, որովհետև յուրաքանչյուր հատուկ կարիքներ ունեցող անձ բացառիկ տաղանդ է։ Յուրաքանչյուր մարդ կարող է անել իր ուժերից ավելին։ Մեզ համար շատ հեշտ կարող է թվալ այդ տվյալ աշխատանքը, բայց իրենց համար բավականին բարդ է եւ դժվարին ճանապարհով են իրենք անցնում։ Իսկ մասնագետների պակասում է ոլորտում երեխաների հետ աշխատանքի ձեր ասած բացահայտմանը տեսանկյունից։ Գիտեք, երաժշտության տեսանկյունից ես եւ Անահիտը այլ կերպ ենք մոտենում։ Իմ դիտարկումը հետեւյալն է, որ մենք ավելի պրոֆեսիոնալ պետք է մոտենանք, այսինքն ոչ թե նայենք տվյալ մարդկանց, որ իրենք հատուկ կարիքներ ունեցող անձինք են եւ պետք է ավելի թույլ ստեղծագործություններ տանք, չէ։ Իրենք ունեն այդ տաղանդը եւ կարծում եմ պետք է զարգացնենք մեր մեջ այդ մասնագիտական որակները ավելին հասնելու համար։ Ես կցանկանամ հավելել նաեւ, որ մենք Ճախրուկ մշակութային կենտրոնում ունենք նաեւ դասընթացներ, որտեղ որ իրականացնում ենք ազգային գորգագործության, պարի, ծիսական ազգային տեխնիկագործության եւ կարուձևի դասընթացներ նաեւ, այսինքն հնարավորինս մենք մեր հնարավորության սահմաններում եւ մի փոքր էլ ուզում ենք ավելին, քան մեր հնարավորություններն է, ապահովենք նաեւ նմանատիպ անձանց կրթությունը, նաեւ ոչ միայն երաժշտական, այլ նաեւ մշակութային, նաեւ արհեստների ուսուցանման առումով։ Իսկ բացառապես հատուկ կարիքներ երեխաներն են ընդգրկված այդ կենտրոնում, թե Բացառապես միայն Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներն են ընդգրկված, քանի որ մեր կենտրոնը հենց Խարբերդի մասնագիտացված մանկատան տարածքում է եւ մենք Ճախրուկը հիմնել ենք հենց իրենց համար։ Իսկ այսպիսի մոդելը Հայաստանի ամբողջ տարածքում տարածելու տեսանկյունից, մասնագետների ներգրավելու տեսանկյունից ինչպիսի անելիքներ ունեք։
Կարծում եմ բավականին լուրջ անելիքներ ունենք եւ շատ լավ կլինի եւ շատ ցանկալի կլինի, որ նման մոդելը մեր նպատակներից մեկն էլ հենց դա է, որպեսզի չսահմանափակվենք մեկ տեղով եւ հնարավորինս մեր բոլոր մարզերում կարողանանք ընդլայնվել, տարածվել եւ մեր առաջ քաշած գաղափարը, սկզբունքները կարողանանք ծառայեցնել իօգուտ մեր հանրության, ոչ միայն առանձնահատկություններով անձանց, այլ նաեւ բոլորի համար։ Այդ նշեցիք, որ ամեն անգամ տարբեր մարզերում եք, տարբեր քաղաքներում եք փորձում ներկայացնել համերգային ծրագիրը։ Այդ տարածաշրջանում հատուկ կարիքներով երեխաները, երբ որ տեսնում են իրենց սերնդակիցներին, թե ինչ հաջողություններ ունեն, դա որքանով է ոգեշնչում, որքանով է օրինակ ծառայում, որպեսզի չփակվեն իրենց անկյունում, իրենց աշխարհում, իրենք էլ փորձեն դուրս գալ եւ ի վերջո ոչ բոլոր մարզերում ու համայնքներում ունենք նման հնարավորություններ։ Համագործակցության ինչ առաջարկներ կան կամ դուք եք միգուցե գերատեսչությունների փորձում աշխատել։ Քանի որ մասնակիցները թվով շատ են լինում ու չեն կարողանում տարանջատել, այսպիսի մի ձևաչափ ունենք, որ կատարումների մեջ մեկ հաստատություն չենք ընդգրկում։ Մի երաժշտական կատարումը կարող է համախմբվել անգամ 4 հաստատությունների, ու դա եւս մեկ անգամ առիթ է լինում ստեղծված խմբի հետագա համագործակցության, ընկերության համար, եւ նախորդ փառատոններից հետո փոքրիկ տեսանյութեր ենք նկարում մեր արխիվի համար, ու այդ տեսանյութերը երբ որ նայում ես ամեն բան քեզ համար ասվում է, չնայած այդ օրվա ծանրաբեռնվածության մեջ գուցե ինչ-որ բաներ բաց ենք թողնում, բայց այդ երեխաների անկեղծությունը ուղղակի սահմաններ չունի, որովհետև իրենք արտահայտում են այն ինչ որ զգում են, ու առաջին բանը որ ասում են, մենք ընկերներ ենք ճախրուկների հետ, մենք ընկերներ ենք այն մյուս ու թվարկում են իրենք իսկապես ում հետ որ ընկերացել են, եւ փառատոններից հետո եղել են համագործակցություններ, արդեն տվյալ հաստատության հատուկ կարիքներ ունեցող երեխան այցելել է արդեն ինչ որ մի մարզի արվեստի դպրոց, արդեն սովորում է ինչ որ համապատասխան բաժիններում, եւ իրականում դա շատ ոգևորիչ է, եւ նպատակներից մեկն էլ հենց դա է, եւ ոչ միայն ուղղակի ամփոփեցինք, սիրուն համեր կարեցինք, փակեցինք էջը, անցանք առաջ։ Իրականում այս դժվարին ճանապարհի ընթացքում մենք եկանք այն եզրահանգման, որ ամեն բան պետք է անենք, որ մեր ճախրուկները նաև ստանան կրթություն։ Ունենք մեր ճախրուկներից երիտասարդ տղա, որը հիմա սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի քոլեջում եւ ունի բավականին լուրջ արդյունքներ, ինչի համար շատ ուրախ ենք, ու փորձում ենք այս փուլերով առաջ շարժվել եւ անել հնարավորինս։ Եթե կարելի է հիշեցնենք, որ ճախրուկի սաների ձեռքի աշխատանք ամեն դեպքում քաղաքական եւ ռազմական գագաթնաժողովի շրջանակում եղավ, այդ մասին կպատմեք։ Եվ գագաթնաժողովի ժամանակ նկարվեց մի կտավ, որը դարձավ 8-րդ գագաթնաժողովի խորհրդանիշը, եւ այդ խորհրդանիշը նկարեցին մեր ճախրուկ երեխաները։ Կտավը նաև որպես նամականիշ ձևակերպեց, եւ մենք մեծ պարտությամբ ենք նշում, որ մեր երեխաների աշխատանքը դարձավ միջազգային մակարդակի եւ երկիրը ներկայացնելու մակարդակի բարձր չափորոշիչ ունեցող կտավ։ Այդ կտավը հիմա մեր ճախրուկ սենյակում է։ Շատ անդրադառնանք նաև գործընկերներին, ովքեր են ձեզ աջակցում, ովքեր են ձեր կողքը կանգնած։ Արդեն բավականին երկար տարիներ ճախրուկի մարդասիրական գաղափարը կիսում եւ այդ գաղափարի շուրջ համախմբվում են մեր գործընկերները, որոնք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, գլխավոր դատախազությունը մարդու իրավունքների պաշտպանը եւ նաև ունենք աջակիցներ, որոնց շնորհիվ այս տարի կիրականանա նաև մեր ճախրուկ 6-րդ միջազգային փառատոնը, դա Փարոս հիմնադրամն է, Wigmore Group-ը, Sigaron ընկերությունը, Carp Armenia ընկերությունը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 350 մասնակից ունենք։ Եվ հատուկ կարիքներ երեխաներ եւ այո։ Մեկ օր է տևելու։ Մեկ օր է տևելու փառատոնը, կցանկանայինք, որ շատ ավելի երկար տևեր, բայց իրականում բավականին բարդ է այդ ամենը կազմակերպել։ Այո, մուտքը ազատ է, այո, բոլորը կարող են ներկա գտնվել Օձոնում կայանալիք մեր ճախրուկ միջազգային փառատոնին։ Շատ շնորհակալ եմ, հավելեք բաներ։
Քիչ առաջ պարոն Սարգսյանի հետ քննարկում էինք նաև մեր հետագա հնարավոր համագործակցությունները, երևի առիթ է օգտագործենք եւ նաև խոսենք գալիք այդ գեղեցիկ համագործակցությունից։ Մենք ճախրուկների, սոցիալական տների ուղղված որոշակի նախաձեռնություններ ենք իրականացնում մեր ճախրուկ հասարակական կազմակերպությունով եւ ունենք արդեն նաեւ ձեռք բերված հողատարածք եւ աշխատանքները շարունակում ենք արդեն կառուցման ուղղված եւ մտածում ենք որ կունենանք մի շատ գեղեցիկ բարեգործական համերգ եւ այդ ամենը կիրականացնենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ միասին։ Տարածքը կհասկանանք, բայց համերգային մասը մենք իրականացնենք համատեղ եւ նաեւ համագործակցության մասով ասեմ, որ ճախրուկի հետ համագործակցությունը մեզ համար էլ մի փոքր բարդ է լինում, որովհետեւ շատ կարեւոր է այն մարդկանց խորքային ընկալումը, մարդ տեսակը, որ այդ դեպքում այս ոգեղեն համագործակցությունը իսկապես շատ ամուր է լինում եւ շնորհակալ եմ պարոն Սարգսյանն այս գեղեցիկ համագործակցության համար։